Մերձավոր Արևելքում առաջացել է մի նոր ճգնաժամ, որը սպառնում է վերածվել գլոբալ աղետի։ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, օրեր շարունակ ռմբակոծում է Թեհրանը, Թավրիզը։ Իրանական կողմը բնականաբար ինքնապաշտպանությունից ելնելով դիմում է համապատասխան գործողությունների եւ շատերի գնահատմամբ այս ճգնաժամը կարող է շարունակվել շաբաթներ շարունակ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ ռազմական փորձագետ վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սպասելի էր արդյոք, որ այս փուլում, երբ որ շատերի դիտարկմամբ մոտ էր Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների արդյունքում որոշակի դրական արդյունքը, Իսրայելը այսպիսի քայլի կդիմեր։ Նախ Միացյալ Նահանգները ինչ պահանջ էր դրել Իրանի ղեկավարության առաջ։ Ոչ միայն միջուկային զենք չունենալ, այլև խաղաղ ատոմից հրաժարվել, այսինքն ատոմականներ չունենալ։ Ինչու՞։ Որտեվ եթե դու ատոմական ունես եւ վառելիքը քո ընդերքից ես հանում ուրանը, ապա այդ ուրանը որոշակի առումով մինչև 6-7% պիտի հարստացվի։ Բայց եթե դու ունես ցենտրիֆուգներ հարստացման, այդ 6-7-ը վաղ կարող է 90 դառնա, 95 դառնա, այսինքն ուրանը հարստացվի եւ դառնա պլուտոնիում, ռազմական ուրան, որը միջուկային մարտագլխիկների համար անհրաժեշտ նյութն է։ Ահա թե ինչու Միացյալ Նահանգները պահանջ էր դրել, որ անգամ խաղաղ ատոմ դու իրավունք չունես։ Իրանը հրաժարվեց այդ պահանջից։ Առաջինի պահով ասեց, այո, ես կարող եմ պարտավորվել նաեւ միջազգային երաշխիքներով, որ միջուկային զենք չեմ ստեղծում, բայց երկրորդը ես պետություն եմ ցանկացածի համար, որ իրավունք ունի ունենալ ատոմական եւ դրանից ստանալ հոսանք։ Կարծում եմ սա էր պատճառը, որ իր հրաժարումից հետո իրականում ես վստահաբար ասեմ, որ Միացյալ Նահանգների որոշումով ա եղել Իսրայելի գործողությունը։ Եվ եթե առաջին օրերին Տրամփը ասում էր, որ իրենք մասնակցություն չունեն, մեղմ ասած ճշմարտության դեմ ինքը մեղանչում էր։ Այն պատճառով, որ ըստ իսրայելական աղբյուրների մոտ 200 ինքնաթիռ առաջին օրը մարտական խնդիր են կատարել, իսկ հեռավորությունը օդանավակայանից մինչև մարտական խնդիր կատարելու վայր, հեռավորությունը բավարար չէր վառելիքը ամբողջովին ինքնաթիռները օգտագործել, այսինքն իրանք պետք է վերալիցքավորվեն։ Ըստ տարբեր աղբյուրների Իսրայելը 12-ից 14 վերալիցքավորող ինքնաթիռ ուներ վառելիքը երկնքում, որ ռազմական ինքնաթիռներին լիցքավոր էր։ Մի ինքնաթիռը այն հեռավորությունը, որը Իսրայելը կտրել էր եւ Իրանի տարածքի վրա աշխատել էր, մեկը 3 ինքնաթիռ է, հա, լիցքավոր։ Եթե այսպես վերցնենք, բարձ հաշվարկով մոտ 40-50 ինքնաթիռ, բամնացած 150-ը ինչպես են լիցքավորվել։ Այդ 200-ը իսրայելական աղբյուրներն ասեն, նշանակում է, որ իրենց տրվել է այդ ինքնաթիռներից, այդպիսի մեծ քանակ այսօր Միացյալ Նահանգներ ունի եւ տվել է։ Այդ շրջանում։ Այո, այնպես որ առաջի օրվանից եւ այս օպերացիան համատեղ օպերացիա էր, բայց գիտեք, այս բախումը ես դեռևս չորակեմ որպես պատերազմ, հա, գոն պատերազմի համար երկու չափորոշ կա, առաջին երբ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները արձանագրում են փաստը, որ իրենք պատերազմի մեջ են, եւ կամ հակառակորդի ռազմական գործողությունները խնդիրադրել, ասենք, այդ պետության վրա ներգրաված ուժերի մարդկային եւ զինական այնպիսին է, որ ուղղակի այդ դիմացի պետությունը պետք է պարտվի կամ կապիտուլացվի։ Բայց ըստ էության Իսրայելը հենց դրան է ձգտում։ Հիմա այս պահին Իսրայելի գործողությունները միտված են մեկ այլ խնդիր լուծելու, Իրանում այաթոլլաների ինստիտուտը տապալելու։ Այսինքն որը էլի կապիտուլյացիա է։ Մեծ հաշվով ասենք այդպես, հա, եթե հերար նպատակով անենք, հա, կապիտուլյացիա, բայց ռազմական տեսանկյունից դեռևս իր ներգրաված անձնակազմի տեխնիկայի չափականակը այն չէր։ Բայց այս պատերազմը իդեպ ըստ իս էականորեն տարբերվում է բոլոր այն պատերազմներից, որոնց նպատակը պատերազմող կողմերից մեկը ցանկանում է մյուս կողմի ռեսուրսները գրավել, լինի ընդերք, լինի մարդկային ռեսուրս, լինի արտադրական պոտենցիալ, այո, այսինքն ռեսուրսային նյութական հարթության վրա է պատերազմները սովորաբար միշտ մղվել։ Այստեղ սա այդպես չի։ Ինչու որտեղ Իսրայելի Միացյալ Նահանգները խնդիր
ինք ունի, բայց Իսրայելի եւ Իրանի, հիմա ասեմ, այո, Իսրայելի եւ Իրանի պարագայում ասեմ, Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը ելնում է մի ուրողությունից, որ իրենք գնահատում են, որ մոտ այն ժամանակը, երբ փրկիչը Մաշախը պիտի գա։ Իդեպ այդ գործողությունը սկսեց նախանցել տարի հոկտեմբերի 7-ին, երբ Համասի զինյալները մտան Իսրայելի ռազմականացած բնակավայր կիբուցիներ եւ գործողություն արին, որ հաջորդ օրը հոկտեմբերի 8-ին Իսրայելի պաշտպանության նախարարը պատերազմ հայտարարեց Համասին։ Նպատակը այդ տարածքից մի քանի միլիոն պաղեստինցիներին դուրս դնելն էր։ Ինչու, որտեվ եթե Մաշախը գալիս է, ապա իր նստավայրը Երուսաղեմ Սողոմոնի տաճարում է լինելու։ Այդ տաճարը չկա, երկու անգամ կործանվել է, տաճարի տեղը Ալաքսա մզկիթն է, այդ մզկիթը պիտի ոչնչացվի։ Եվ այդ տեղը շատ արագ կառուցվի Սողոմոնի 3-րդ տաճարը։ Այսինքն մենք մոտիվացիան երբ նայում ենք Իսրայելի ռազմաքաղաքական եւ հոգեվոր իշխանության մոտիվացիան սուրբ գրային ճշմարտություններն են, Թալմուդ, Թորա, Հանգամանության, եւ իրենք ելում են իրողություն, որ հիմա այդ ժամանակներն է գալիս։ Այդ մոտիվացիայով պատերազմող պետությունների համար սովորաբար Աստծո խոսքը բեկանելի չի։ Այսինքն եթե Մաշախի ժամանակն է, ուրեմն դիմացի պետությունը որ խանգարում է այդ գործընթացին, ուղղակի պիտի ոչնչացվի։ Ոչ թե ընդերք ռեսուրսներ գրավեն, հա, այսպես հաղթական դրոշ տանեն, պարտվող երկրի կառավարության շենքի վրա դնեն։ Հիմա նայենք շիա մահամեդական Իրանի մոտիվացիան որն է ռազմաքաղաքական։ Իդեպ իրենք էլ են այդ հոգեվիճակում։ Իրենք էլ գնահատում են, քանի որ վերջին օրերն են ապրում, վերջին օրերին իրենց ազատարար զինվորականն է հայտ գալիս Մահդին, որը չարին, ասենք, սատանային եւ այդ սատանա պաշտող, երկրպագող երկրին պիտի ոչնչացնի ֆիզիկապես, այսինքն կոնկրետ խոսքի Իսրայելի մասն է։ Հիմա այս երկու պետությունների բախումը ավելի շուտ սուրբ գրային մեկը Ղուրանի, մյուսը իր Թալմուդի եւ նույնիսկ ասեմ գաղափարական չէ, որովհետեւ կա գաղափարական մոտիվացիայով պատերազմ, բայց այդ անգամ գաղափարականի նպատակը ամբողջովին ոչնչացնելը չի լինում։ Այսինքն եթե ռեսուրսային չի պատերազմ, այլ գաղափարականն է, բայց գաղափարականի նպատակը բոլորին ոչնչացնելը չի։ Այստեղ հոգևոր է, որովհետեւ սա չի բեկանում, Աստծո խոսքը չի քննարկվում։ Հрьяաները ըստ իս իրենք ելնում են իրենց սուրբ գրային ճշմարտություններից, Իրանի ժողովուրդը կամ Իրանի գերագույն առաջնորդը իրենց սուրբ գրային։ Եթե իրենք արդեն գնահատում են, որ վերջին ժամանակներն է Մահդին պիտի գա, որը հաղթի չարի պետությանը։ Եվ հետեւաբար երկու կողմն էլ տրամադրված է ֆիզիկապես մեկ-մեկը ոչնչացնելու։ Երկու շահառուկ այս պատերազմը, ես առաջին Իսրայելի մասին ասի, երկրորդը Միացյալ Նահանգներն է։ Միացյալ Նահանգները այլ խնդիր է դնում։ Միացյալ Նահանգները ներկայիս վարչակազմում ես տարբեր առիթներ ունեցել եմ, այդ թվում նաև այս տաղավարից ասել եմ։ Ինքը խնդիր է դրել համաշխարհային գերտերություն դառնալու։ Եթե նախորդ իշխանությունները, դեմոկրատները որպես deep state-ի խորքային պետության մի հիմնականություն, մյուսը Բրիտանիայի կառավարությունը խնդիր են դրել համաշխարհային տիրապետություն վերպետական տրանսազգային կորպորացիաների միջոցով, ապա ներկայիս ԱՄՆ-ի վարչակազմի նպատակը այլ է։ Նա եւս խնդիր է դրել համաշխարհային տիրապետության, բայց Ամերիկա պետության գերակայությամբ եւ այդ պետության պետական ինստիտուտներ, այո, եւ դրա մասին իդեպ Տրամպը չէր թաքցնում։ Այդ դեպքում հիմա ուժերի հարաբերակցությունն այնք ռազմական տնտեսական առումով Միացյալ Նահանգները ընդունում է Ռուսաստանի իր համար չափելի ռազմական ուրեմն զինական ունակությունները, որը մեկ չափորոշով է դրվում միջուկային մարտագլխիկների թիվը առաջին հերթին։ Այսօր երկու պետություն ունեն 6000-ից ավել միջուկային մարտագլխիկ, Միացյալ Նահանգները, Ռուսաստան։ Եվ Միացյալ Նահանգները այս իրողությունը հաշվի առնում։ Բայց որ պահին Ռուսաստանի հետ աշխարհում հարաբերական առումով կայուն խաղաղություն է ապահովում, մրցակցությունը մտնելու է տնտեսական ոլորտ։ Այդ տնտեսական ոլորտը Միացյալ Նահանգները խնդիր ունի։ Այո, Իրանի Չինաստանի տնտեսություն, այո։ Հիմա դուք ուշադրություն դարձեք, այն ինչ որ հիմա այստեղ Իրանի շուրջ տեղի ունենում, եւ եթե դրա աշխարհագրությունը մեծանա, իսկ միտում կա մեծանալու, հա, նաեւ արաբական երկրներ ներգրավեն այս պատերազմի մեջ այս կամ այն ձեւ, օրինակ հուսիտները մտել են եւ հուսիտները որպես Իրանի պրոքսի կառույց պետություն, իրենք եւս մասնակցում են։ Եվ եթե այս աշխարհագրությունը մեծանում է, ապա վտանգում է նավթի արդյունանումը 1, տեղափոխումը 2, գնային քաղաքականությունը 3։ Այս 3 էլեմենտով էլ ուղղակիորեն Չինաստանի տնտեսության վրա են ազդում, ինչու որտեղ Չինաստանի տնտեսության
հոսանքի արտադրության մոտ 80%-ը նավթի վրա է, հա, հիմնած էներգակիրներից։ Իսկ դա նշանակում է, որ լոգիստիկան է ոչնչանում։ Դե ես ասում եմ, տեղափոխում են լոգիստիկան, այո։ Արդյունահանումը պատերազմ է, ով է նավթ հանելու այդ ժամանակ, նավթահորերը հիմա պայթեցվում են, հա, վերամշակման գործարները պայթեցվում են, Իրանը, Իսրայել թիրախավորում են։ Եվ եթե նույնը արաբական աշխարհին կամ արաբական աշխարհին Միացյալ Նահանգները ուղղակի ստիպելու են, որ նավթ չվաճառի Չինաստանին, հաշվի առնելով իր ուժի դիրքերից, հա, խոսել, ձեռքերը ոլորելու քաղաքականությունը, ոչ թե ասենք թավշյա միջոցներով, ինչպես նախկիններն էին անում։ Եվ այդ ժամանակ դուրս է գալիս, որ Չինաստանը լրջագույն խնդիր ունի, առանց որ գնային քաղաքականությունը կարող է մի քանի անգամ նավթի գները բարձրանան։ Սա ուղղակի հարված է Չինաստանի տնտեսությանը։ Այսինքն Միացյալ Նահանգները այս պատերազմով ինքը առաջներթին լուծում է իր խնդիրը, իր որպես միակ գերտերություն դառնալու խնդիրը։ Իսրայելի խնդիրը, մեծ Իսրայել, իր համար որպես վտանգ ներկայացնող Իրանի պարտությունը եւ բնականաբար ըստ իրենց սուրբ գրային գրությունների Մաշախի, ասենք, ներկայությունը, որ պետք է գա նոր կառուցող Երուսաղեմի տարածքում Սողոմոնի 3-րդ տաճարում նստի կառավարի։ Կողմերը այս օրերին հրթիռակոծում են միմյանց տարածքները, բայց մենք տարբերություն ենք տեսնում, որ Իսրայելը գործում է շատ ավելի թիրախային կերպով, հատկապես այդ հարձակման առաջին մի քանի ժամվա ընթացքում ըստ էության ռազմական էլիտան գխատվեց Իրանի, նաև գիտնականների ոչնչացրեցին եւ երբ որ տեսնում ենք տեսանյութերը կամ լուսանկարները, հրթիռը խփում էր անգամ հենց այն բնակարանին, հա, որտեղ որ թիրախն էր գտնվում։ Եվ շատ փորձագետների գնահատմամբ Իսրայելը կարողացել էր այնպես անել, որ Իրանի տարածքում ունենար գործակալական ցանցեր եւ իրականացնել գործողություն։ Ինչպես է ստացվել, որ Իրանի հետախուզությունը այսպիսի պարտություն է կրել այս համատեքստում։ Ասեմ, նախ հետախուզությունը չի, հակահետախուզությունը պետք է աշխատեր, այսինքն հակահետախուզությունը, այո։ Ակնհայտ է, որ Իսրայելի հետախուզությունը մի քանի կառույցներ ունեն, իրենք շատ են հայտնի միայն Մոսադը, բայց միայն Մոսադը չի։ Կարողացել է, այո, տարիների ընթացքում հսկայական գործակալական ցանց ունենալ Իրանի տարածքում եւ առաջին 1-2 օրվա հաջողությունները ուղղակիորեն պայմանավորված են դրանով։ Իսրայելը 4 խնդիր է դրել իր առաջ գործողությունների համար։ Նպատակը ըստ իս վերջնանպատակը Իրանում իշխանափոխությունն է։ Այսինքն ես դրա համար եմ գնահատում, սա լայնածավալ ռազմական գործողություն է, դեռևս պատերազմի չվերաճած։ Որ պահին, որ Իսրայելի եւ իր դաշնակիցների ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը գնահատում է, որ հնարավոր չեղավ Իրանի ղեկավարության տապալել այաթոլաների կառավարման ինստիտուտը, ապա իրենք անցնելու են պլան B, ես դրա մասին կասեմ։ Իսկ Իսրայելը այս պահին 4 ուղղությամբ էր հարված։ Հարված առաջին ահաբեկչական խմբերով գլխատել ռազմական եւ գիտական ղեկավարությանը, որի մեջ ինքը բավական հաջողություն ունեցավ։ Բայց դա կարճ ժամանակի հատվածում է էֆեկտիվ, որտեղ ինչ-որ ժամանակ հետո այդ սպանվածների տեղ նաեւ տեղակալներ փոխանցվում, այդտեղ խնդիր չի, հա։ Այսինքն ինստիտուտը ինքը աշխատելու է։ Բայց ինչ-որ ժամանակ, հա, այսպես ասենք, որոշակի առումով Իսրայելի համար շահեկան ժամանակ է լինելու, մինչև տեղակալները իրենց պարտականությունները, մարտական խնդիր եւ այլն։ Ինչևէ, առաջին դա է, երկրորդ այդ նույն ահաբեկչական խմբավորումները բավական արդյունավետ կերպով կարողացան չեզոքացնել Իրանի ներսից արդեն անօթաչու թռչող սարքերով եւ ռումբերի պայթյուններով Իրանի հակաօդային պաշտպանության, հակահրթիռային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերը, ռազմական տեխնիկան բավականաչափ շարքից հանեցին։ Այս երկու խնդիրը տեղում են լուծել։ Երկրորդ խնդրի լուծումը պետք է դառնար նախադրյալ Իսրայելի կողմից օդուժի հարձակման ժամանակ եւ հրթիռների հարձակման ժամանակ առավելագույն արդյունավետ ուրեմն մարտական խնդիրը կատարելու, որը առաջին 1-2 օրվա ընթացքում իսկապես եղավ, որտեղ շատ սարքեր հոբ, ռեփ եւ հակահրթիռային պաշտպանության շարքից դուրս էր եկել։ Օդուժը աշխատեց, այո։ Բայց խնդիրը նա է, որ եւ 4-րդ խնդիրը միջուկային օբյեկտների հարվածելը։ Հիմա միջուկային օբյեկտները հիմնականում ուրանի հարստացման, հա, այսպես ասենք,
ցենտրիֆուգները գտնվում են 80-100 մետր խորության վրա, ընդ որում այդ խորության եւ միգուցե ասում են ավելի շատ պահվում են նաեւ Իրանի բալիստիկ հրթիռները եւ հիպերձայնային գույցությամբ հրթիռները։ Ժայռերի մեջ, ընդ որում ապարաժե ժայռերի մեջ Իսրայելը այն զինատեսակը, որ ունի, լինի դա ռումբ, լինի հրթիռ։ Հարվածի ժամանակ առավելագույն 40 մետր է ձագար բացում, այսինքն դրանից ավել չի իջնում։ Նշանակում է, որ այդ երկու խնդիրը նկատվում է միջուկային օբյեկտներ, կոնկրետ ցենտրիֆուգները եւ հրթիռները ոչնչացնել, դա չեղավ։ Թեև բալիստիկ հրթիռների որոշակի արձակման կայանքներ եւս պայթեցին այդ աբեկչական խմբավորումների կողմից, այո, դիվերսիոն հետախուզի դիվերսիոն խմբերի, ոչ թե աբեկչական, բայց այդ վերջի երկու խնդիրը չկարողացան լուծել։ Ես կարծում եմ, որ պատահական չէր, որ 3 լրահոսից ես հանդիպեցի, Իսրայելը դիմել է ԱՄՆ-ին եւ վերջինս բունկերային ռումբեր ա տվել։ Այդ բունկերային ռումբերը շատ ավելի խորքով, այսինքն որոնք կարող են հասնել եւ ոչնչացնել այն պահոստները, որտեղ հիմնականում գտնվում են եւ այդ ցենտրիֆուգները հարստացված ուրան ստանալու համար եւ բալիստիկ ու հիպերձայնային արագության հրթիռները։ Դոնալդ Թրամփը բավականին հետաքրքիր եւ շատ նաեւ վտանգավոր գրառում կատարեց, նշելով, որ ինքը զգուշացրել էր, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, իրեն չլսեցին եւ նաեւ գրեց, որ Թեհրանը պետք է անմիջապես էվակուացվի, հա։ Ինչ է սա նշանակում։ Ես ասի, ուրեմն պլան A-ն նպատակը որն էր, հա, իշխանափոխություն։ Իհարկե, բնականաբար ռազմական որոշակի կարողությունից նաև զրկելով։ Պլան B-ն, եթե առաջինը չի հաջողվում, Իրանի նկատմամբ արդեն պատերազմի օրենքներով եւ տրամաբանությամբ գործողություն։ Արդեն պատերազմ, ոչ թե լայնածավալ ռազմական գործողություն, էական տարբերվում են, հա։ Ուրեմն այդ պլան B-ն ունի երկու կոմպոնենտ։ Կոմպոնենտ առաջին՝ միջուկային զենքի կիրառում։ Օրինակ, այդ Թեհրանից բնակության դուրս գալը, ես կարծում եմ, զգուշացում էր, որ ինչ որ ժամանակ կարող է Թեհրանը ուղղակի միջուկային հարձակման ենթարկվել։ Եվ պատկերացրեք, եթե Կարմիր գիծը անցնում է եւ 1945 թվականից առ այսօր որևիցե պետության վրա միջուկային զենք չի կիրառվել, հիմա կիրառվում է, եթե մի ռումբ կամ մի քանի ռումբ Թեհրանի վրա ընկնում է, դա նշանակում է, որ Իրանի ամբողջ տարածքը կարող է միջուկային հարձակման չի ենթարկվել։ Մեծ հաշվով դա արդեն պետության կապիտուլյացիա է, ճիշտ է։ Եվ երկրորդը, եթե միջուկայինով չի արվում, ապա ցամաքային օպերացիա։ 1.200.000-ից 1.500.000 տարբեր փորձագիտական գնահատականներով ցամաքային զորք պիտի մտնի Իրան, որը շատ ավելի դժվար է։ Որը եւ ժամանակատար է, այո։ Դեռ այդ զորքը, ասենք, իսլամ արմատականները ենթադրենք, ինչպես Իրանը Իրաք չէ։ Այո։ Եվ այնուամենայնիվ ընդ որում որ պետությունների տան, այդ թվում նաև Ադրբեջան, այդ թվում Իրաք, այդ թվում նաև ես չեմ բացառում Աֆղանստան, Թուրքիա եւ այլն, հա, ինքը ժամանակատար է։ Ես ավելի շուտ հակված եմ, որ եթե այնուամենայնիվ այն խնդիրը, որը Իսրայելը եւ Միացյալ Նահանգները դրել են հասնելու այս փուլում, իրենց նպատակին եթե չհասան, շատ մեծ հավանականություն կա, որ միջուկային ռումբ օգտագործվի։ Բայց մինչև այդ ռումբի օգտագործումը այնուամենայնիվ հիմա այդ հեռար հրթիռները, որ օգտագործում են, իդեպ Իսրայելը եւս լուրջ ավերածություններ ունի եւ բալիստիկ շատ հրթիռներ, այդ թվում նաեւ 3 հայտարարվեց, ասվեց, որ նաեւ հիպերձայնային արագության հրթիռներ են թիրախավորել Իրանի որոշ օբյեկտներ, եթե այդ օբյեկտների շարքում նաեւ դասվի միջուկային օբյեկտները, որտեղ միջուկային զինանոց կա, այդ ցենտրիֆուգերն են, հա, որոնք հաստատված ուրանն են ստանում եւ այլն, ապա այստեղ նաեւ Իսրայելի գոյության մասին է խոսքը գնալու, այնպես չի, որ միայն Իրանի չգոյության, հա, ինչու որտեղ Իսրայելը մի կողմից այդ միջուկային հետազոտություններ, միջուկային զենք, մյուս կողմից քիմիական գործարաններ։ Բավականաչափ այդ երկիրը ուղղակի այդ գործարաններ ծածկված է, պատկացեք, եթե հրթիռները սկսեն հարվածել այդ քիմիական գործարաններին, այսինքն բնապահպանական էկոլոգիական ճաղետի առաջ է կանգնելու, էլի։ Ամեն դեպքում հիմա վտանգը նա է, որ եթե այնուամենայնիվ որոշում կայացվեց միջուկային զենքի կիրառման, որի հավանականությունը կա եւ պատահական չի, որ Պակիստանի ղեկավարությունը ասաց, եթե հարված լինի Իրանին միջուկային, ապա իրենք եւս կհարվածեն Իսրայելին։
Իսկ սա նշանակում է ընդհանրապես կարմիր գծերը լրիվ վերանում անցնում են բոլոր է։ կարմիր Եվ այդ նույն տրամաբանությամբ ես դա այդ ամեն ինչը կարող է ուղղակիորեն տեղափոխվել Ուկրաինա, Ռուսաստան տարածք։ Առաջին հայացքից ինչ կապ ունի։ Կապ ունի այնքանով, որքանով Ուկրաինայի ղեկավար հրապարակավ ասելու է, եթե նկուղներում հուսիտները հիպերձայնային արագության հրթիռներ են պատրաստում, իսկ հասկանալը, որ իրենք այդ հրթիռները չեն պատրաստել, հրթիռը իրենց տրվում է, այո, ապա այդ նույն նկուղներում Ուկրաինան կարող է մի քանի օր հետո հայտարարել, որ ինքը նկուղներում միջուկային զենք է պատրաստել։ Իսկ որը նշանակում է, որ այդ միջուկային զենքը նաև Ռուսաստանի վրա կարող է օգտագործվել։ Իդեպ Ուկրաինան հենց հարվածեց ռուսական կողմի այդ տրիադայի այո մաս հանդիսացող ստրատեգիական ավիացիային։ Այդ ռմբակոծիչները, որոնք որ խոցվեցին, դա ոչ թե Իդեպ նույն Մոսադի տակտիկայով։ Իդեպ ասեմ, դա այ հիմա գանք, մեծ հաշվով դա ուկրաինականը չի եղել։ Արեմեցյան։ Իհարկե, վստահաբար, որտեղ այդ ինքնաթիռները Ուկրաինայի նկատմամբ խնդիր չէին կատարում արտական։ Դա առնվազն Բրիտանիա, Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Իրենք ռազմավարական նշանակություն ունեցող միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կրող, ուրեմն ռմբակոծիչներ։ Եվ այո, բավականաչափ շարքից դուրս եկան, հիմա թվականակի վերաբերյալ ինչ-որ վեճեր են գնում, բայց ասում, որ պայն մեր տարածաշրջանում այլ ճիշտ մերձարարարվելքում միջուկային զենք օգտագործեց, դժվստաբար եմ ասելու, Զելենսկին մի քանի օր հետո ասելու այդ նկուղներում հուսիտներից սովորեցինք, մենք էլ մի քանի միջուկային մարտագլխիկով հրթիռ ունենք, այսինքն դա Ռուսաստանին ասելու է, որ մենք էլ ունենք, եկեք բանակցություններ արդեն նոր ուժային կոմպոնենտով իրողություններ հաշվի առնելով գանք ընդհանուր հայտարարի, բայց սա էլ ինչ է նշանակում, սա նշանակում է, որ Ռուսաստանն ուղղակի արդեն նոր խնդիր կարող է իր զինուժի առաջ դնել, իսկ խնդրով վերացնել ուղղակի առաջնորդին քաղաքական ղեկավարությանը, գլխավոր շտաբի ղեկավարությանը, հրթիռային հարվածներով, վերացնել Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը եւ այն տարածքները, որտեղ գտնում են ՆԱՏՕ-ի հրամկազմը, որը փաստացի այդ պատերազմը ինքն է վարում, որոշումները ոչ միայն եվրոպական երկրներում են գտնում, նաեւ Ուկրաինայում են գտնում։ Այսինքն Ռուսաստանի ձեռքերին եւս ազատություն կարող տալ, ուղղակի ինքը հաշված ժամերի ընթացքում իր ամբողջ զինանոցը, այդ թվում եւ կինժալ տիպի հրթիռները, որոնք բունկերներ են բավականին խորությամբ, այդ թվում եւ այդ բունկերները վերացնում են եւ արեշնիկ տիպի հրթիռները, որոնք ուղղակի 4000 աշճան են ստեղծում, հալածում են ամեն ինչ, Ռուսաստանը կարող է դրան գնալ, որպեսզի իր վրա միջուկային մարտագլխիկով հրթիռներ չլինի։ Եթե այնուամենայնիվ ես վատագույն սցենարը ասեմ, Ռուսաստանի վրա Եվրոպայից ու հիմնականում Ֆրանսիան ունի, Բրիտանիայի միջուկային զինանոցը կառավարվում է ԱՄՆ կողմից։ Եթե Ֆրանսիայից ինչ որ ձևով միջուկային հարվածներ եղավ Ռուսաստանի, այո, ես տեսականորեն չեմ բացառում, խոսել եմ լուրջ մասնագետներ հետ, 20-30 միլիոն մարդ կարող է ոչնչանալ։ Այն զինանոցը, որը որ Ֆրանսիան ունի, նա 200 մարտագլխիկ ունի, որից 50-ը ինքնաթիռների վրա է, 150-ը Սուզանավերի միջերկրական ծովում են հիմնականում, Բայց այդտեղ կարելի ասել հաջորդ քայլ լինելու է 500 միլիոնանոց Եվրոպա մայրցամաք այլևս գոյություն չի ունենա։ Մեր համար այս պահին ինչպիսի վտանգներ են առկա, ինչ ունենք մենք այս պահին առհասարակ, եթե հաշվի առնենք, որ պատուհասը հաստատվեց, որ գնում է Թուրքիա, պաշտոնական այցով, եւ Նիկոլ Փաշինյանը այս օրերին ոչ միայն գոնե ձևական առումով անվտանգության խորհրդի նիստ չգումարեց, տեղունեցող իրադարձությունների համատեքստում, այլև մենք տեսանք այսօր հերթական գրառումը, որը թիրախավորում է եկեղեցուն։ Վտանգը մեզ համար իսկապես վտանգի չափը տենց երկրաչափական պրոգրեսիվ մեծանում է, վստահաբար ասում եմ ձեզ, ինչ կարող է լինել, որը կոնկրետ մեր երկրին լուրջ վտանգներ բերի։ Ես առավել մանրամասն չեմ ուզում ասել, հաշվի առնելով, որ նաև այդ խոսքը որոշակի ընկալումների դաշտում չեմ ուզում խոճապային տրամադրություն, բայց իրեն պետք է տալ իրենց անունները։ Ըստ իս ամսի 20-ին Էրդողանը Փաշինյանի առաջ կապիտուլյացիայի պայմանագիրն է դնելու։ Ոսի Փաշինյան համաձայնվի։ Այդ կապիտուլյացիան իր մեջ առաջին հերթին ներառում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հանձնումը։ Այդ տարածքի հանձնումը, այո։
Հիմա դա իրենց պետք է։ Այո, այս բանը տեսնում ենք, չէ՞։ Եվ Իրանին է պետք կարևորությունը, հիմա երբ որ Իրանի ռազմաքաղաքական հոգևոր ղեկավարությունը բարբերաբար ասում էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականություն թույլ չտա խախտել, հասկանում ենք, որ Իրանին ինչքանով պետք է, հիմա նաև այո, Թուրքիային եւ Ադրբեջանն է պետք։ Եվ միգուցե ես չեմ բացառում, որ այդ միջանց կոչվածը ֆիքսվի այսպես, որպես մարդասիրական միջանց, հաշվի առնելով, որ եթե այս հրթիռակոծությունները շարունակվեց 1-2 շաբաթ, վստահաբար փախստականների հսկական հոսք է լինելու։ Իդեպ ասեմ, Իրանի, Պակիստանի անցակետերը արդեն խաղաղ բնակիչների կողմից կոտրվել են եւ Իրանից մարդիկ հորդում են դեպի Պակիստան։ Ընդ որում դրանք հիմնականում փուշտուններն են։ Փուշտունները իրանական բարձրավանդակի ժողովուրդ, որոնք 3 պետության տարածքում են հիմնականում ապրում, Աֆղանստանում են ամենաշատը, Պակիստան եւ Իրան։ Հիմա փուշտունները տեղափոխվում են ուղղակի փախստականի կարգավիճակով։ Եթե այս հրթիռակոծությունները մեկ-մեկ ու Իսրայել-Իրան շարունակվեց, ես չեմ բացառում, որ 100,000-ավոր անձիկ Ատրպատականից, այսպես ասենք, կամ այն Ադրբեջանից, որտեղ, Թավրիզ կենտրոնում, այո, գալու են որտեղ Հայաստան եւ Նախիջևան։ Հիմա Նախիջևանից էլ նույն Էրդողանը Փաշինյանին հորդորել է, որ այդ ժողովուրդը ասենք ցանկանում է ոչ թե Հայաստան գալ, այլ Ադրբեջան։ Դուք պիտի տարածք տաք, եւ այդ տարածքը չի վերահսկվել ոչ սահմանապահների, ոչ մաքսային, փախստականի համար ինչ սահմանապահ, ինչ մաքսային, այո։ Եթե դրանք 100,000-ներով եղան, ընդ որում ես չեմ բացառում, գալու է մեր մոտ։ Իհարկե, վստահաբար։ Եվ ընդ որում ես չեմ բացառում, որ այդ ով ասում որ այդ մարդիկ 100,000-ներով որ եկան, ոչ միայն մեր մոտ, Ադրբեջանել են գնալու, Թուրքիայել նաև մեզ մոտ։ Ով է ասում որ գալու են ու ուղղակի Նախիջևանով Հայաստան տարածքով գնան Ադրբեջան։ Կարող է գալու մնան, ասենք 50-100,000 մնան։ Ինչ ա եղել որ փախստական են, վրաները խփեն, քաղաքակիրթ Եվրոպան էլ ճակերտների մեջ վերցած քաղաքակիրթ սկսի մարդասիրական օգնություն տալ։ Այսինքն ես չեմ բացառում որ Փաշինյան տերորիստներ Չառաջանան այդ մարդկանց մի մասը իրենք բանակի ծառայողներ են։ Ես օրինակ բերեմ, Սիրիայից այդպիսի փախստականներ գնացին Թուրքիա, եթե հիշում եք, ժամանակին։ Եվ հետո Թուրքիայից պարզեց, որ այդ փախստականներից 12 բրիգադ պատրաստեց, որ այս վերջերս Թուրքիայի զինուժի 3 բրիգադի հետ միասին մի կողմից Իսրայելը, մյուս կողմից Սիրիայի օրինական իշխանություններին տապալեցին։ Այո, դրանց մի մասը զին անձնակազմներ են, բայց ուղղակի քաղաքացիական հագուստով դու չես կարող մեծ հաշվով գնահատել ինքը զինվորական է, թե քաղաքացիական սովորական փախստական է, իր ընտանիքի հետ էլ գալու է։ Եվ ըստ այդմ ես կարող եմ ենթադրել, որ այդ հանդիպան ժամանակ, Փաշինյան-Էրդողան հանդիպան ժամանակ այս կամ այն ձևով ինչ որ հայտարարություն ալնելու, այդ միջանց կոչված անպայման հայտարարության մեջ լինելու է, թե մարդասիրականի, երևի թե մարդասիրականի անվան տակ լինեն, եւ Ալիևի այն 6 պահանջները միջանցքից զատ, որը Փաշինյանը այս կամ այն ձևով փորձում է մանևրել չկատարել։ Իսկ 6 պահանջները շատ հստակ են, այսինքն Փաշինյանը համաձայնվելու է դրա, հակառակ դեպքում կարծում Էրդողանը տարբերակ ասելու, տարբերակ կա համաձայնում ես պահանջներին, Հայաստանից ինչ որ տարածքներ օտարվում է առաջնորդի միջանցքով, բայց նաև այլ տարածքներ, ընդ որում շատ մեծ չափով, ասենք Հայաստանը կմնա մի 15,000 քառակուսի կիլոմետր իր 1 միլիոն բնակչությամբ, եւ բարի դրացական հարաբերություններ կունենաս եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ընդունենք։ Տարբերակ կա, ընդ որում 15,000 չէ, կարող է Ալեքսանդրոպոլի պայմանագրով 10,000 մնա։ Տարբերակ B, եթե դա չես անում, ուժով ենք վերցնում։ Ուղղակի Հայաստանում 100,000-ավոր զոհեր եւ բոլոր փախստական, եթե կարողացաք փախնել։ Հիմա Փաշինյանի առաջ պայման է դնում։ Իսկ այդ 7 պահանջները Ալիևի որոնք էին։ 7-ից մեկը միջանցքներ, բայց կար ռազմական տուգանք, կոնտրիբուցիա, փոխհատուցում, ռեպարացիա, դրա մասին Ալիևը ասել է 160 միլիարդ գումար ռեպարացիա պիտի փոխհատուցեք։ Ուրեմն սա 3, 4 պատերազմի մասնակիցների նկատմամբ քրեական գործի հարուցում եւ արտահանձնում։ Ընդ որում ասեմ ձեզ ապրիլի սկզբին մեր պետական ազգային արխիվից տեղեկատվության հոսք է եղել, այդ գործը իհարկե ԱԱԾ-ն հետաքննում է եւ որոշ տվյալներով այդտեղից նաեւ այդտեղ են եղել Արցախյան առաջին ազատամարտի անձանց տվյալներ։ Ես չեմ բացառում, որ այդ տվյալները ուղղակի այս պայն Ադրբեջանի Թուրքիայի հատուկ ծառայությունների պատասխանատու անձանց սեղանին դրված է։ Այսինքն նրանք ցուցակ են տալու Փաշինյանին, ասեն այս 10,000 հոգուն կամ 20,000 հոգուն արտահանձնումս մենք կդատենք, կորոշենք
ով մեղավոր չի ազատենք արձակում, ինքնապաշտպանության դիմել, ով մեր երկրի տարածքում զենքը ձեռքին մեր երկրի քաղաքացիա սպանել, բնականաբար ինքը պիտի դատվի։ Հետո վերջին հաշվով այդ հանքերում նաև իրենց աշխատուժը չէ պետք։ Բոլորին չեն գնդակարի, տանելու են հանքերում աշխատես, հետո ընդեղ էլ մնաս։ Դա ընդունված կարգ է, այսպես ասենք։ Սա փաստացի 4-րդը։ Հաջորդ պահանջը, որը Ալիևը կարող է դնել, ասելու է, ուրեմն 5-րդը սահմանության փոփոխություն։ Ընդդեմ Թուրքիայի երկու նախապայման ունի, առաջին Ադրբեջանի պահանջները կատարել, երկրորդ ցեղասպանությունը ջրել, այսպես, եթե մի քիչ ժարգոնային արտահայտվեմ։ Սահմանությունը փոխել եւ սահմանությունից հանել ընդհանրապես անկախության հռչակագիրը եւ վերջինը ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Այս պահանջները դնելու են Փաշինյանը առաջ, որի մասին իդեպ Ալիևը պարբերաբար բարձրաձայնել է, այսինքն դա նոր բան չի, հա։ Եթե Փաշինյանը համաձայնում է, ընդհանրեն ինքը պետք է խնդրի ժամանակ, որ այդ ամեն ինչը այսպես դանդաղ ունով, նրանք էլ ասել են ժամանակ չկա, մենք ենք ժամանակը քեզ տրամադրում, ասենք շատ արագ գնում ես եւ այդ հարցերը լուծում ես։ Այդ թվում նաեւ եկեղեցու վեհապար հայրապետի նկատմամբ կոնկրետ քայլեր է անում, որտեվ այս արշավը սկսեց այն ժամանակ, երբ վեհապար հայրապետը Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտնի ելույթ ունեցավ, հետո այդ համաժողովը, որտեղ քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչներն էին, ընդունեց բանաձև շատ խիստ Թուրքիայի Ադրբեջանի դեմ, հետո այդ բանաձևի հիման վրա նաեւ Միացյալ Նահանգներում եկեղեցիների կառուցքա միավորման նրանք կոչով հանդես եկան եւ այդ կոչի մեջ մի քանի խիստ ձևակերպումներ ոչ հաճելի է Ալիևի եւ Էրդողանի համար տեղ են գտել նաեւ այդ կոչի մեջ։ Եվ իրենք գնահատում են Ալիևն ու Էրդողանը, որ այդ ամեն ինչի պատճառը այս պայն մեկ մարդ է։ Մեր եկեղեցու հոգևոր առաջնորդը նորին սուրբոցություն Տեր Գարեգին բան։ Եվ ինքը պիտի, այսպես ասենք, հեռանա։ Բնականաբար չի հեռանա, որտեվ նախ ինքը հոցյալ է եւ ինքը չի որոշում ինքնա հեռանում թե չէ։ Հեռանալու մի պատճառ կա, այդ առողջականը թույլ չի տալիս։ Մնացածը սուրբ հոգով ոցված է։ Ես նույնիսկ, այսպես ասեմ, վատ կանխատեսումներ ունեմ, որտեվ եթե Թուրքիան էս մեծ process-ի մեջ կարևոր դերակատարում ունեցող երկրի, այդ ու նաեւ Ադրբեջանը, իրանց համար կարող է սկզբունք լինի, կա մարդ կա պրոբլեմ, չկա մարդ չկա պրոբլեմ։ Պարոն Նահապետյան, տեսնում ենք իրավիճակը ինչպեսի աղետալի հունով է գնում եւ ընդ որում բավականին բարձր արագությամբ օրերի կամ ժամերի ընթացքում իրավիճակ է փոխվում, սակայն Հայաստանում կյանքը շարունակվում է այնպես, կարծես ոչինչ չի պատահել եւ նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում ինչ պետք է անի հիմա անդիմությունը ըստ ձեզ։ Գիտեք, բավականին ծանր բան եք ասում։ Իսկապես մեզ թվում է, որ մենք ենթադրենք Միացյալ Նահանգների մի նահանգ ենք։ Ամենայն լրությամբ եմ։ Այսօր միակ երկիրը, որը ռազմական բախումներից, ահաբեկչություններից եւ այլն բավականին զերծ է, հաշվառնելով նաեւ օվկիանոսների փաստը, Միացյալ Նահանգներն է։ Հիմա իսկապես մարդկանց հետ խոսում ես, հա, կյանքը գնում է, իհարկե լարումներ կան, մարդիկ հասկանում են, բայց իրավիճակային փոփոխության համար մեզ համար եւ մասնագետների եւ քաղաքական ուժերի եւ առաջնորդների իրենց համար ըստիս տեսանելի է թե ինչ է կատարվում, հա, որտեվ խաղաքարտերը արդեն բաց են, այն ինչ որ պետությունները անում են, հա, եւ առանձնապես պետք չի փակ տեղեկատվության տիրապետել կամ խիստ բարձր որակի մասնագետներ գնահատելու համար։ Ինչ պետք է անեն։ Ես կարծում եմ, որ նախ ինչ արվում է քաղաքական դաշտում, սա րոպե առաջ պետք է կանգնեցվի։ Ես հիմա միշտ դեմ եմ եղել այն լարումներին, արհեստական լարումներ, որ գոյություն ունեն քաղաքական լուրջ կշիռ ունեցող կառույցների, համախոս շրջանակի վերջին հաշվով նաև այդ համախոս շրջանակը ունեն իրենց թիկունքում ժողովուրդ, որոնք ձայն են տվել, հա, ընտրություններում, այսինքն նաև այդ լարումները ժողովրդի մեջ առաջանում, որպես հակառակ ճամբարի ներկայացուցիչներ։ Ես կարծում եմ րոպե առաջ պետք է կանգնեցվես ամեն ինչը։ 1. Իսկ կանգնեցելու համար Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հանդիպում կլինի։ Ես այլ անձանց կան իհարկե կուսակցությունները առաջին հերթին այսպես եթե քաշային կարգով կշռով հեղինակության վերցնեմ խոսքս հայ-հեղափոխական դաշնակցությանն է, հա, վերաբերում։ Միգուցե նաև իրենց ներկայացուցիչ լինի, չգիտեմ, հա, որպես քաղաքական միավորի, որոնք նաև խորհրդանում падգամավորներ ունեն, հա, բավականաչափ։ 3 նախագահները իրավիճակի համարժեք գնահատական տան։
Իսկ եկեղեցին նախ իրենք տան, ես հիմա եկեղեցուն կհասնենք, իրենք տան գնահատական, եթե այդ գնահատականը իսկապես ճգնաժամային է, լրջագույն ճգնաժամային է, ապա հաշվի առնելով, որ այս պահին էլ անգամ տեսականորեն նայենք, Փաշինյանը որոշում է, որ ինքը գնում է մեծ զոհաբերության եւ հաշվի առնելով այն լծակներն ու ճնշումները, որ իր վրա կան եւ ինքը պարտավորություններ ունի, որ պիտի կատարի, որը մեր երկրի ազգային պետական շահերի չի սպասարկում, ինքը հրաժարական է տալիս տեսականորեն, ոչ իմպիչմենտ, ոչ առողջական, ասում է, չէ, ես հրաժարական եմ, տեսականորեն էսպես, հա, վերացական։ Անկամ այդ դեպքում, եթե ընդդիմությունից որից մեկը կամ հավաքական թիմը, հա, ներկայանում երկրի կառավարման ղեկը վերցնելու, անկամ այդ դեպքում կարծում եմ, այս ժամանակահատվածում հնարավոր չի լինելու իրավիճակի փոփոխություն, այսինքն այն սպառնալիքները, որ արդեն մեր երկիր են մուտք գործել, կասեցնելու, առանց արտաքին ուրեմն միջամտության։ Եվ հետեւաբար անկախ դրանից այդ երեքի ընդհանուր հայտարարի գալուց հետո իրենք իշխանություն ունենում են թե չէ, ես տեսական բան ասի, բայց վստահաբար Փաշինյանը չի հանձնելու, բայց ելնելով այն տրամաբանությունից, որ առանց արտաքին միջամտության պես իրավիճակը հնարավոր չի փոխել, ես կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը, որը խիստ շահագրգիռ է այս տարածաշրջանի համար, իր շահերից ելնելով առաջին հերթին, ասենք երեք նախագահներ ունեն եւ հեղինակություն, եւ կշիռ, եւ կապեր, եւ իրենք մեր ռազմավարական դաշնակցի որոշ կառույցների պատասխանատու անձանց հետ կոնսուլտացիաներ են անցկացնում։ Ընդ որում ասեմ, ես անուղղակի ասեմ, միգուցե ինձ լսողների համաձայնվեն կամ ոչ, բայց դա իմ կարծիքն է, սուբյեկտիվ, երբ Հայաստանում էր Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, ըստ իս ինքը եկել էր մեկ անգամ եւս Հայաստանում ընդդիմությանը կոչ անելու, ինչ որ իշխանություններ ինքը գնահատական տվեց, Արցախ իշխանությունն է հանձնել փաստարկված, ասեց 22 թիվ հոկտեմբերի 6 Պրահա։ Եվ այս տարածքները, որ մեզանից օտարվում է, եւս իշխանության, հա, մեղքով է։ Բայց ինքը շատ կարևոր օրակարգ առաջարկեց։ Ես կարծում եմ, այդ օրակարգը մեր ընդհանրապես ամբողջ ընդդիմադիր դաշտներ վերաբերում, անկախ իրենց կողմնորոշումներից, միած նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից։ Եվ այդ օրակարգը ուներ 4 կետ։ Կետ առաջին, Հայաստանի Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը 4 եռակողմով։ Իսկ դա նշանակում է, որ Ալիևի որևիցե պահանջ, իմ նշած այդ 7 պահանջներից որևիցե մեկը 4 եռակողմում չկա։ Եվ հաշվի առնելով, որ Ռուսաստանը նաև ունի միջնորդական առաքելություն, առավելս որ այդ առաքելությունը ամրագրված է փաստաթղթով, որի տակ կա ստորագրություն Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Ուրեմն առաջինը սա։ Երկրորդ, այս տարածաշրջանում ընդհանրապես հավաքական արևմուտքից որևիցե երկիր, որևիցե պետություն ներկայացված պետք չլինի։ Լավրով ասեց 3 գումարած 3, այդ ձևաչափն է այստեղ որոշվելու։ Երրորդ կետը, Հայաստանի ներկան իր պայմանագրային պարտավորությունները վերպետական կառույցներին, անկախ պետությունների համագործակցություն, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն եւ Եվրասիական տնտեսական միություն, ներկան սա, ապագան էլ ասեց, BRICS։ Ես կարծում եմ, որ եթե այն ինչ ես ասում դա իրականություն է, սա իմ գնահատականն է, իհարկե փորձագիտական, եթե երեք նախագահները իրավիճակը ճգնաժամային, գերճգնաժամային գնահատում են այսպես, ապա միգուցե հենց այս օրակարգով իրենց ներկայացուցիչները Մոսկվայում շատ արագ ունենան հանդիպումներ պատկան կառույցների հետ։ Ես կարծում եմ Լավրով հենց դրա համար էլ եկել էր, որտեղ եթե ուշադրություն դարձնենք առանձնապես արտաքին քաղաքականության վայրվերումներ, ինչ որ փաստաթղթերի ստորագրում կարևորություն չկար։ Լավրովն էլ անհիշելի ժամանակներից Հայաստան չէր եկել։ Հիմա հարց առաջանում է եկել։ Ասենք լավ, հաղթանակ զբոսայգում անհայտ կորած զինվորի ուրեմն ուշակոթողի մոտ ծաղկեպսակ դնելը, Արարատի ֆոնի վրա նկարվելը, RTR հեռուստաընկերության լրագրողը ռեպորտաժ պատրաստելուց կրկին իր թիկունքում Արարատն էր, հասկանալի է, մեսիջը Թուրքիային։ Բայց գործնականում եթե նայում ենք, սկզբունքորեն ինքը առանձնապես իր ներկայությունը, իր կարևորությունը, որտեղ ինչ որ փաստաթղթի տակ ստորագրություն դիլներ առանձնապես չկար։ Բայց դեպքում հարց առաջանում խի էր եկել։ Այն ինչ որ իշխանությունները անում են, բարձրաձայնում են, իրենք մեզանից լավ գիտեն։ Ինչ որ ընդդիմությունը անում է, եւս գիտի։ Ես կարծում եմ, սա վերջին մեր ընդդիմության հորդորն էր իր կողմից եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից, որ եթե ճիշտ օրակարգ մտնի, իսկ այս ինչ մասին ես ասում եմ, կբարձրաձայնել է, հա, ընդ որում մի քանի հանդիպումներում, այդ թվում նաեւ դրա մասին մանրամասն նաեւ դետալացված ասեց
հայ-ռուսական սլավոնական համալսարանում ուսանողների դասախոսական կազմի եւ փորձագետների հանդիպման ժամանակ ես ներկայ եմ եղել այդ հանդիպանից հրավիրել էին որպես փորձագետ ինքը մանրամասն բացեց փակագծերը այսինքն կարևորություն է այլ նշելու եթե մեր երկրի 3 նախագահները որոնք ամենաշատ փորձառությունը անկախ նրանց մեզանից յուրաքանչյուրը Հայաստանի քաղաքացի ոնց է վերաբերում իրենց երկրի նախագահների իրենց անցած ճանապարհի կատարած սխալների եւ այլն այնուամենայնիվ այդ մարդիկ են որոնց ղեկավարման ժամանակ այո պետության ստեղծման Արցախի ազատագրման բանակի ստեղծման իրենց հնարավորությունների փորձառությունը եւ կշիռը նաեւ այլ երկրներում վերջին հաշվով նախագահի ժամանակ լրջագույն կապեր են ունեցել հա եւ հաճախ միջպետական հարաբերություններում նաեւ կարող է որոշիչ լինել միջանձնային հարաբերություններ ճիշտ է ես կարծում եմ եթե գան իսկ եկեղեցու պարագայում վեհապարին որ ասիկ եթե այս գործը իսկապես ես զուտ տեսական եմ ասում չգիտեմ ինչքանով չասեմ հավատամ կամ չէ բայց եթե այս գործը լինի ապա այս գործի որը խիստ կարևոր է օրհնություններ թող տա ի նպաստ մեր երկրի անվտանգության եւ բարօրության վեհապար հայրապետը այսինքն իրականում աշխարհիկ իշխանություն ներկայացնող 3 նախագահներ եւ հոգեվոր իշխանություն ներկայացնող վեհապար հայրապետը մնացած ամեն ինչ այնքան երկրորդական այնքան ածանցյալ է ինձ համար իսկապես շատ տաճը ոչ միայն ինձ իմ ընկերների համար երբ որ մենք սոցիալական ցանցերում հեռուստաընկերություններում ասենք մարդկանց կեցվածքը մեկ-մեկու հա տարբեր թիմերի ասենք ես ասում Տեր Աստված լավ այս իրականությունից մենք այդքան կտրված ենք մեզանից 300 կիլոմետր հեռավորության վրա թավերից այսօր նայեք ինչ վիճակում է այդ ինչ երաշխիք կա որ մեր գլխին այդ ամեն ինչը չի թափվել առավել եւս որ դրա հավանականությունը ժամ-ժամ գնալու մեծանում է ես կարծում եմ այսպես հորդորում եմ կոչ եմ անում 3 նախագահների ժամանակ էլ ես ծառայել եմ հարգում եմ գիտեմ այդ մարդիկ ունեն արած եւ շատ մեծ ցավ են ապրում այն ինչ կատարվեց Արցախում եւ ինչ որ կատարում էր եկեղեցու եւ վեհապար հայրապետը թող միավորվեն գոնե ընդհանուր հայտարարի թե պետք լինի որոշակի փորձագիտական մասնակցություն ասենք մարդը կարող է ինչ որ հարցերի հետ կապված գնահատականներ ես կարծում եմ թող փորձագետներն հավաքեն գան ընդհանուր հայտարարի ընդ որում այդ թիմում ոչ միայն նախագահներ նաեւ վարչապետներ ենք մենք ունեցել որոնք ֆորս մաժորային վիճակում բավականին էֆեկտիվ արդյունավետ կառավարել են հա մի այդպիսի թիմ լինի իրավիճակը համարժեք գնահատեն լուծումները լավագույն գտնեն իսկ ես լուծումը ասում եմ ժամանակ այսօր մեր դեմ աշխատում ենք այդքան ժամանակ չունենք որպեսզի անգամ իրենք պատրաստվեն ընտրություններ արտահերտ ընտրություններ կամ փողոցային պայքար եւ այլն այս բոլոր մեր դեմ աշխատում չկա այդ ժամանակը չկա եւ հստակ ազդակ Ռուսաստանն այսօր միակ պետությունը որ կարող է այս իրավիճակի վրա որակապես ազդել եւ այն օրակարգով որի վերաբերյալ Լավրովը եկավ Հայաստանում բարձրաձայնեց կոնկրետ ընդդիմությանը շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն է ռազմական փորձագետ վերլուծաբան Հայկ Նահապետյանը ձեզ հետ է Դավիթ Ֆիդանյանը բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին կհանդիպենք